նախորդ ձեր բերված օրենքը որ կար, հայտարարման հետ կապված, ցենց էլի հիմնավոր ձևի դուք պնդում եք, որ ամեն ինչ լավ է լինելու եւ այլը, առանց մեծ հանրության հետ, շահագրգիռ մարդկանց հետ քննարկելու, հիմա նաեւ այնքան ամառություն չունեք, որ սխալը չեք ընդունում, ասում եք, այս ընդդիմության բարձրացած սխալի արդյունքում չենք օրենսդրական փոփոխություն բերել եւ կապում եք տեխնիկական բնույթի հետ, այդ նույն տեխնիկական բնույթը հիմա էլ կա, եթե չի կարողանում մտնի ավանդը լրացնի, ID card չունի կամ բան չունի, ո՞նց է լուծվելու այս խնդիրը։ Եվ դուք ձեր զեկույցի ժամանակ ասեցիք, որ ընտանիքների միջև փոխանցումները հայտարարման հետ կապված ընտանիքների դեռ այս փուլում չի լուծվելու։ Ինչքան ես հիշեցիք, դուք ասեցիք դա էլ ընթացքի մեջ է, փորձենք լուծել։ Ձեր ոչ ճիշտ կառավարման արդյունավետ կառավարման արդյունքում բազմաթիվ հայրենակիցներ գնացել են արտագնա աշխատանքի եւ իրենց ընտանիքներով ապրուստի միջոցները հոգում են ռդաշնությունում։ Դուք պարոն Սուքիասյանի հարցին պատասխանելուց ձեզ չհասկաց, ուզում եմ հստակեցնեք, մարդը գնացել է Ռուսաստան եւ իր խնայված որոշակի միջոցներից մեկ անգամյա փոխանցումով 320,000 դրամին համարժեք ռուսական ռուբլի է փոխանցում իր քրոջը կամ իր տատիկին, պապիկին։ Կոնկրետ ստեղ նոյեմբերի 1-ից գործող ձեր օրենսդրական փոփոխությամբ այդ գումարները հայտարարման ենթակա են թե ոչ։ Ասում եմ 310,000 դրամին համարժեք գումար է փոխանցում ռուսական ռուբլի իր քրոջը, իր օրքուրի, որոնք ընտանիքի անդամներ չեն կամ տատուն, պապուն։ Դրանք հայտարարման ենթակա գումարներ են թե ոչ։ Շնորհակալություն պարոն Ղազյան հարցի համար։ Ուրեմն շեշտ ենք էլի, հստակեցնենք, ես չեմ ասել ընտանիքների միջև, ընտանիքի անդամների միջև ու հստակեցեցի, որոնք են ընտանիքի անդամները, որոնց միջև փոխանցումները հայտարարման ենթակա չեն լինի։ Ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև ձեր նշած հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, այդ տիպի փոխանցումները պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ կառավարության որոշումով սահմանաչափ է դրված։ Այս պահին 300,000 դրամ է, եթե դրանից ավել է, հայտարարման ենթակա չէ, բայց ուզում եմ հիշեցնել, որ հիմնական շահարկումը գնում էր այդ եկամուտների հարկելու վերաբերյալ, ու այստեղ ուզում եմ հստակ նշել, որ այդ եկամուտները հարկման ենթակա չեն եղել եւ չեն լինելու։ Եվ վերջին հանգամանքը, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ենք նախագիծը դրել շրջանառության մեջ, այդ մի քիչ առավելություն է մեզ տալիս, որ ձեր հարցերին ի տարբերություն կառավարության մեր գործընկերների, որոնք մի քիչ ավելի կաշկանդված են, համարժեք պատասխան են։ Այդ որ հարցի մեջ դնում եք, որ ձեր ղեկավարման արդյունքում Հայաստանը լքած բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքների գումար են ուղարկում, միայն վիճակագրությունը հանեք, թե 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունից քանի հոգի է գնացել ու մինչև 2018 թվականը քանի հոգի է Հայաստանի Հանրապետություն գնացել։ Այդ մեր հայրենակիցները այն հսկա բանակը միգրանտները, որոնք Հայաստանի Հանրապետությունից գնացել են եւ այսօր իրենց ընտանիքները գոյատևում են իրենց ուղարկած գումարների հաշվին կամ օգտվում են այդ գումարներից, այդ բանակի ձևավորման պատասխանատուն ուղիղ պարոն Ղազյան, ոչ թե մենք ենք, այլ դուք, նկատի ունեմ անձամբ դուք եւ ձեր գործընկերները։ Արձագանք, ես պարոն Թունյան ճիշտ ասած չի ուզում մտնել այդ դաշտ, քաղաքական առումով, բայց մտնեմ։ Դուք եք խոստացել, որ մինչև 26 թիվ 5 միլիոն մարդ ապրելու Հայաստանի Հանրապետությունում, հետ եք բերելու այդ մարդկանց։ Հիմա ռուսական տրանսֆերները, որ բացում նայում եք, ձեր այս բերած օրենսդրության արդյունքում մարդիկ վախից փողերը բանկային համակարգով չեն փոխանցում։ Եկել եք ստեղ ձեր բացերը փորձում եք, ես թվերով եմ ասում, բացեք վիճակագրությունը, այս օրենսդրական փոփոխության արդյունքում նախքին, ինչքան է ռուսական փոխանցումները մարդու տարածաշրջանում կամ Հայաստանի Հանրապետությունում քչած է գումարները, որտեղ անկախի եղանակով չէ, մարդիկ վախվխելով փոխանցում են, մտածելով, որ դուք էդի բերելու եք հարկեք, հարկման տաշտը փակեցինք մենք։ Ասում եք, որ չի հարկվելու, էդ բոլորն էլ լսեցինք, տեսնեն, որ դա հարկվելու է, թե չէ այդ գումարները, բայց ինչ վերաբերում է արտագաղթին, այսօր փաստեր եմ ասում, Զոլակար համայնքը 400 ընտանիքներ 1350-ից դռները փակեք, գնացել են արտագնա աշխատանքի, վիճակագրությունը դուք էլ նայեք։ Այնպես ես ասում եմ, այդ տաշ չի ուզում մտնել, բայց որ դուք մտնում եք, դուք չեք բարելավել այդ նախորդներից ամենատ։ Պարոն Ղազյան, ուրեմն 2026 թվականին չենք խոստացել, 2050 թվականին ենք խոստացել, եթե չեմ սխալվում։ Մի քիչ չի, մի 2 տարի է, այդ մեկ։ Երկրորդը
Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի ամենամեծ ներհոսքը եղել է 90-ական թվականների սկզբին, հաջորդ երկրորդ ներհոսքը եղել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Ես ձեզ խոստանում եմ այդ վիճակագրությունը հանել եւ ձեզ ներկայացնել, իսկ ինչ վերաբերում է դրամական փոխանցումների նվազմանը, այդ որ ասում եք նվազել են ինչ պատճառով, եթե այդ պատճառների մեջ էլ խորանա, կարող է պարզվի, որ Հայաստանի Հանրապետության մեր են քաղաքացիները, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունում հիմնականում աշխատում էին, այլևս այդքան բավարար եկամուտներ չունեն, ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, նրանց մի մասը հետ է եկել Հայաստանում աշխատելու եւ Հայաստանում են իրենց եկամուտները ստեղծում եւ անգամ ունեցել ենք որոշակի ժամանակահատված, երբ Հայաստանից Ռուսաստան փոխանցումների աճ ենք ունեցել, այսինքն մի բան էլ այստեղ են այնտեղ փող ուղարկել, այստեղից այնտեղ։